Եթե մի հատ բահից բանից լինի կարելի է մի քիչ քանդա։ Կարիքլա բրախեցը կարա մոստն ազատեցը գտի բրախեցը գտի։ Շրջանցիկ ճանապարհ հիմա Այրումից միջև այս մեր կանգնած հատվածը հողային ճանապարհ հին, այդպես ասած, ճանապարհ եղել է, որը կարելի ասել երթևեկության համար պիտանի չի։ Մենք փորձենք շատ արագ այդ ճանապարհը բերել այն վիճակի, որ մարդատար մեքենաները այդտեղով կարողանան ազատ երթևեկել, այսինքն մենք համայնքների միջև կապը կապահովենք։ Իսկ ինչ վերաբերում է բեռնատար կամ տրանզիտ տրանսպորտին, դրանք բոլորը պետք է նոյեմբերյան Իջևան այդ ճանապարհով աշխատեն, քանի որ այստեղ տեղանքը պարզապես թույլ չի տա դա անեն։ Այստեղ սողանքի ծավալը այնպիսին է, որ արագ հնարավոր չի այս խնդիրը լուծել։ Տարբեր հիմա մասնագետակները չափումներ են կատարում, մի քանի 100,000 խորանարդ մետր հող է, որը պետք է տեղափոխենք 3-4 կիլոմետր հեռավորության վրա։ Փլուզում թե սողանք, ավելի շատ մոտիկա փլուզումին։ Այսինքն կտրվել ու միանգամից այդ մասան գնացել է։ 3 օր առաջ, երբ որ ես նայում էի հատվածին, այդ փոքր հատվածը, որ եկել էր, եւ այլ, խոնավ շատ փոքր հատված կար, 15 մետր ոչ ավել։ Եվ խոնավ էր եւ ոչ թե ասենք ջրով հագեցված չէր։ Հիմա ասենք այդ ջուրը բացառվում է, բացի այդ, երբ որ նայում ենք սարը, որից որ պոկվել եկել է, նա այսպես բարձրացված ցցված սար է։ Եթե նա ասենք հեռում մեջ ջրհավաք ունենար եւ այլ, կարելի է ասել, որ սողանքային երևույթ է։ Ավելի շատ ես կարծում եմ փլուզվածք է։ Մենք բոլորս միասին փորձում ենք նայել, տեսնենք գուցե կան մարդիկ, որ կարող են դեռ կյանքը փրկել։ Հիմա աշխատանքներ, ինչպես տեսնում եք, կա, բայց սողանքը դեռ գործում է, վտանգ կա, մենք դրա համար այնպես ենք անում, որ մասերում գտնում ենք, որ հնարավոր է փրկարարական աշխատանքներ տանել այդ մասերում, հիմա մենք կատարում ենք համապատասխան փրկարարական աշխատանքներ։ Անցի լրագրող։ Անցկացրեք, մի կանեք իրար, շուտ դուք էլ Ահա, ֆոտոստեն,